Տեղի ունեցավ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող հաջողագից սկսնակին փոքր բիզնեսին աջակցման ծրագրի վճռական փուլերից մեկը։ Ծրագիրը նախատեսված է ամենատարբեր արտադրական, սպասարկման, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում գործող կամ նոր գաղափարներ ունեցող անձանց բիզնեսների համար։ Ծրագրի շրջանակներում ամեն նախագծի մեկնարկին հիմնադրամը հայտարարում է նախագծի նոր թիրախային խումբ, որպեսզի հասանելի դառնա հնարավորինս լայն շերտերի։ Իմ քայլը հիմնադրամը հաջողագից սկսնակ ծրագիրը սկսավ անցած տարի 2024 թվականի քառնան։ Ծրագրի հիմնական նպատակը ոչ միայն խթանել է փոքր բիզնեսի զարգացումը Հայաստանի Հանրապետության մեջ, այլև ստեղծել բարեգործության նոր մշակույթ եւ դարձնել այն ավանդույթ։ Հիմնադրամը իսկության մեջ կամուրջ է հանդիսանում հաջողակ եւ տարբեր բնակավարներում հաջողության հասած մարդոց եւ նոր սկզբնական քայլեր կատարողների միջև, որպեսզի բարեգործությունը դարձնե ավելի նպատակային, թիրախային եւ ճիշտ դեղին։ Առաջին նախագծի անունն էր հաջողակ կին գործարարից սկսնակ կին գործարարին, որի արդյունքում մենք ունենք 42 արդեն գործող բիզնեսներ կին գործարարների Հայաստանի Հանրապետության մարզերում։ Երկրորդ նախագծի անունն էր երիտասարդի երազանք, որովհետև ամեն նախագծի թիրախային խումբը թե բարեգործական միջոցառման մասնակիցների եւ թե շահառուների կընտրե հիմնադրամը։ Երկրորդ նախագծի թիրախային խումբն էր տղամարդիկ, որոնք մասնակցեցան բարեգործական ընթրիքի ի աջակցություն սկսնակ շահառուներին, բիզնես գաղափարներ ունեցողներ կամ բիզնեսներ ունեցողներ, որ կուզեն ընդլայնել։ Ծրագրի այս փուլի շահառուները 25-ից 40 տարեկան տղամարդիկ են, ովքեր վերջին ամիսների ընթացքում անցել են բիզնեսի պլանավորման եւ կառավարման համապարփակ դասընթացներ։ Նրանց նպատակն է ոչ միայն զարգացնել սեփական աշխատանքը, այլև ամուր դիրքեր զբաղեցնել աշխատաշուկայում։ Մենք ունեցանք 386 հայտեր, որոնք թիմեցին հիմնադրամին, որպեսզի ստանան դրամաշնորհ, որոնց մեջ ընտրվեցան կամ առաջին փուլը հաղթահարեցին 223 շահառուներ։ Այդ 223 շահառուները ունեցան անհատական հարցազրույցներ բոլորը եւ որոնցից ընտրվեցան 86 շահառուներ, որոնք պատրաստ էին մասնակցելու բիզնես կառավարման եւ պլանավորման դասընթացներին, որ մեր հիմնական պայմանները մեկն է, որպեսզի ստանան պետք եղած հմտությունները եւ գիտելիքները իրենց բիզնես գաղափարները եւ ծրագիրները կազմելու համար։ Մենք այսօր արդեն կլսենք իրենց բիզնես ծրագրերը։ 4-րդ խումբը արդեն կմասնակցի on-line դասընթացներին, որովհետև իրենք կգտնվին սահմանամերձ գյուղերում կամ հատուկ կարիքներ ունեցող անձեր են, որ դժվար էր իրենց համար գալ Երևան եւ մասնակցել դասընթացների։ Եվ արդեն կորոշվին դրամաշնորհ ստացողները։ 7 անդամներ են ընդհանրական ամբողջական հանձնաժողովի կազմը։ Հանձնաժողովը ապահովելով թափանցիկությունը եւ արդարությունը գնահատում է մասնակիցների նախագծերը նախապես սահմանված 14 չափանիշներով, որոնք ներառում են թե ներկայացման գնահատումը, թե բիզնես ծրագրի իրատեսականությունը։ Այսինքն գալիս ներկայացնում է տեխնացուն իր ծրագիրը, մենք 5 բալանոց համակարգով բոլոր չափորոշիչներով քվեարկման ենք անում, գնահատում ենք իրեն եւ դրանից հետո ուղղակի հանրագումարներով բարձրանում են առաջին այդ 60 քանի հոգին դեպի վերև, մնացածը մնում են ներքևում։ Դա շատ կախված է լինելու տեխնացուներից, որովհետև այս պահի դրությամբ բոլոր ներկայացված ծրագրերը իրենք իրական հավակնորդներ են, հակառակ դեպքում ուղղակի չէին հայտնվի մեր սեղանին։ Անկեղծ ասած, թափանցիկության եւ այսպես ասած ճիշտ անելու ամեն ինչի նպատակով մենք ծրագրերին ծանոթանում ենք տեղում, այսինքն ծանոթանում ենք եւ ներկայացման միջոցով եւ ունենք մեծ ծավալ ունեմ ներկայացված թուղթ եւ ես բոլոր ծրագրերին այս պահին ծանոթ չեմ եւ բնականաբար պետք է հիմա ծանոթանալու արդյունքում հետևություններ անեմ։ Արդյունքում բարձր գնահատված ծրագրերը կարժանանան ֆինանսական աջակցության, բիզնեսը ընդլայնելու եւ շուկայում կայանալու համար։ Մասնակիցները նշեցին, որ սա շատ կարևոր հնարավորություն է իրենց համար, քանի որ ստանում են ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև շուկայում դիրքավորվելու գիտելիքներ։
Ճիշտն ասած, միտքը շուտվանից է եղել, որովհետև քույրս եւ քրոջս ընկերուհիները բազմաթիվ անգամ տեսել են, որ շատ լավ ձեռագործ աշխատանքներ են անում, բայց հնարավորություն հարթակ չի եղել, որպեսզի ցուցադրեն եւ կարողանան վաճառեն։ Եվ ես մտածեցի, որ կարող է այդ ամեն ինչը ճիշտ օգտագործել եւ վերածել բիզնեսի։ Եվ ստեղծեցինք արվեստանոցը, որը կոչվում է Ծաղկուն կարթ, եւ մենք հիմնականում ձեռագործ աշխատանքներ ենք ստեղծում, որոնք տարբերվող, բավականին տարբերվող եւ յուրօրինակ աշխատանքներ են եւ կարծում եմ մարդիկ ցանկություն կունենան նվիրելու միմյանց այս աշխատանքները։ Առաջին հերթին որոշեցի, որ գործունեությունը զարգացնեմ, ավելի ճանաչելի դարձնեմ իմ բիզնեսը, որովհետեւ պարզ է, որ գյուղում գտնվող բիզնեսը այդքան շատ ճանաչում չունի, որ հնարավորությունները համեմատաբար ավելի քաղաքի ավելի փոքր են եւ մտածեցի, որ իմ քայլ հիմնադրամի միջոցով ես կկարողանամ ձեռք բերել համապատասխան սարքավորումներ, ինչը թույլ կտա ես ընդլայնեմ իմ բիզնեսը եւ զարգացնեմ այն։ Հիմնականում մեր աշխատողները բոլորը գյուղից են եւ իրենք արտադրում են ձեռագործ աշխատանքներ տարբեր եւ կարպետներ եւ այս աղալիքները, որ տեսակ եւ հիմնականում իրացնում ենք դեռևս մեր տարածաշրջանում, այսինքն Սևան, Հրազդան քաղաքներում եւ գյուղում, ինչը ոչ։ Այդքան շատ մեծ քանակներ դեռևս չունենք, բայց մեծ պոտենցիալ կա, որ հետագայում կարող ենք զարգացնել եւ ավելի մեծ քանակի վաճառքներ իրականացնել։ Իմ հիմնադրամի շատ ակնկալիքներ արդեն եղել են, որովհետեւ շատ մեծ լավ ծանոթություններ ենք ունեցել, շատ լավ դասընթացներ ենք ստացել, որը որ ապագայում կկիրառենք։ Եվ եթե հետագայում նաև այդ հնարավորությունը լինի, որ կարողանանք այդ սարքավորումները ձեռք բերենք, շատ ավելի լավ կլինի։ Ունեմ Արքայան Նարնջի այգի 500 տնկիներով, հիմնել եմ 2020 թվականին, արդեն 24 թվականից սկսել եմ բերքը հավաքելը։ Հիմա խնդիրս այն է, որ չունեմ համապատասխան բերքի մթերման պահպանում։ Դրա համար դիմել եմ հիմնադրամին, որպեսզի աջակցեն եւ կարողանամ ունենալ սառնարանային տնտեսություն, բերքս մթերեմ եւ կարողանամ շահավետ գներով վաճառել շուկայում եւ արտաքին շուկայում։ Մոտ կազմել է 24 թվականի բերքը 800-ից 1 տոննա, բայց այս տարի նախատեսում եմ 6 տոննա բերք, իսկ այգու ամբողջության բերքի մասը լինելու է, օրինակ 1-2 տարուց հետո մոտ 20-ից 25 տոննա արդեն։ Դրա համար ռիսկերը մեծ է, եթե չունենամ սառնարանային տնտեսություն, արդեն ապրանքս կարող է փչանալ։ Ներկա պահին սառնարանային խնդիրն է, հետագայում նաև արդեն ջրի արտադրամաս ստեղծելն է իմ երկարաժամկետ նպատակներից։ Հաջորդ լսումները կանցկացվեն ապրիլի 9-ին, որտեղ մասնակիցները կշարունակեն ներկայացնել իրենց բիզնես ծրագրերը։ Իմ քայլը բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանի խոսքով 2024 թվականի աշնանը կազմակերպված բարեգործական ընթրիքից գոյացած 62 միլիոն դրամին Իմ քայլը հիմնադրամը ավելացնելու է նաև իր ֆինանսական ռեսուրսներից, ավելի մեծ թվով սկսնագործարարների աջակցելու նպատակով։ Իմ քայլը հիմնադրամը շարունակելու է մնալ կամուրջ, հաջողակ, հարուստ փորձառություն ունեցող գործարարների եւ սկսնակ, բայց նորարար գաղափարներ ունեցողների միջև։